Մատնվում է, ասում է և մարգարեություն կար, մարգարեության մեջ գրված էր ում հետ հաց էր ուտում, ով ինձ հետ հաց էր ուտում, նա իմ դեմ դուրս ելավ։ Ոչ միայն դավաճանություն ասեմ կամ առավել ուրիշ բառ, այլ դեմ դուրս գալ Քրիստոսի հետ, Քրիստոսի աշակերտներից մեկը, ով մեծարվել էր, ով աճել էր այս ամբողջ ընթացքում Քրիստոսի հետ շփման արդյունքում և պատվի էր արժանացել, առաքյալ էր դարձել, ով Քրիստոսով էր մարդ դարձել, դեմ եկավ Տիրոջը։ Շատ բնական երևույթ կյանքում սա արդեն նշանակում է դավաճանություն և այն էլ մահվան տարավ։ Հասկանալի է, որ Հուդան այլևս հավատք չուներ Քրիստոսի նկատմամբ, բայց ստոր քայլի գնաց կարող էր առանց գումարի անել այդ ամենը և ասենք, որ անհավատ էր, բայց գումարը վերցրեց իհարկե հետո հասկացավ, որ ինքը սխալ է արել։ Հետո, բայց արդեն ուշ էր և ասաց, որ արդար մարդ, արդար արյուն թափվեց, որքան դժվար է ու ծանր, երբ մենք նման վիճակներում ենք հայտնվում, երբեմն մեր իսկ պատճառով, երբեմն մեր ցանկությունների կամ չար ցանկությունների պատճառով, երբ որ սկսում ենք չարը ցանկանալ, վատը ցանկանալ և այդ վատն ու չարը ցանկանալուց անցնում ենք ողջախոհության սահմանները, տրամաբանությունից դուրս սկսում ենք շատ մեծ չարություններ դավել ու պատրաստել դիմացինին։ Այստեղ է, որ միշտ պիտի հիշենք, յուրաքանչյուր քայլից առաջ նույնիսկ բարկություն, եթե կլինի նմանատեսակ, հիշենք, որ Քրիստոս տեսնում է, հիշենք, որ այդ ամեն ինչ Աստված տեսնում է, ոչ թե վախենալու համար, այլ որպեսզի Տիրոջ ետյուղը մեզ իմաստության տանի, դեպի իմաստություն, դեպի ճշմարտություն, համբերատարությամբ պիտի մեր հոգիները ստանանք, մենք պիտի փրկվենք։ Համբերատարությունը, ասում ենք կյանքի համբերությունը, մենք ասում ենք փրկություն է, Աստծուն տեսնել է նշանակում։ Այդուհանդերձ ինքը կատարեց իր չար գործը, հետո հասկացավ, բայց արդեն ուշ էր, որքան դաժան էր, ավերներ գործել և չկարողանալ հետ բերել գործրածը։ Ուստի սա մեր համար նաև դաս է, այս տարի ուզում եմ, որ այս տեսանկյունից մոտենանք հարցին խնդրին, երբ որ չարություն կհավաքվի մեր մեջ, բարկություն կհավաքվի, միշտ հիշենք Հուդային, որ ինքը քայլ գործեց բարկությունից, չարությունից, անհավատությունից դրդված։ Եվ ինչ եղավ։ Եկան Գեթսեմանի պարտեզ, հիմա կա այնտեղ Գեթսեմանի պարտեզում մենք էլ եկեղեցի ունենք և մի գեղեցիկ այսպես եկեղեցի է կառուցել, նորակառույց և 1000 տարեկան հենց ձիթենիներ կան այդտեղ այդ պուրակում, մեծ 1000 ու 1000-ից ավել տարեկան, այդտեղ կոչվում է բոլոր ազգերի եկեղեցի։ Այդտեղ գնում է Քրիստոս աղոթելու և պարզ է արդեն Քրիստոսին կարող էին բռնել, ձերբակալել, բայց տաճարում, բայց այդտեղ ժողովուրդը կմբոստանար, ապստամբություն կսկսեր, ուստի պետք էր իրեն առանձին բռնացնել, այնպես չէ, որ Քրիստոսին չէին ճանաչում, Հուդային արծաթ տվեցին, որ ինքը առանձին մարդկանցից, հասարակությունից հեռու ցույց տա Քրիստոսին։ Իսկ Քրիստոս ինքը գիտեր, որ պիտի բռնեն։ Եկան իրեն բռնեցին և տարան ու դատավարություն արեցին։ Իրեն երկու հոդվածներով դատապարտեցին։ Առաջինը հրեական կրոնական հոդվածն է, ըստ որի քահանապետը, որ իր զգեստը պատրեց, կհիշեք, դա Աստված հայոյություն լսելուց, երբ որ հայոյանք են լսում Աստծո հասցեին, իրենց զգեստները պատռում էին։ Դա նշան էր, որ իրենք սքի մեջ են։ Այլևս այս մարդը անդառնալի վիրավորանք հասցրեց Աստծուն։ Ինչ էր Քրիստոսի ասածը։ Ասում են դու ես Քրիստոսը, Աստծո որդին դու ես։ Քրիստոս ասում է դու ասացիր։ Դու ասացիրը եբրայական դարձված է, որը նշանակում է դու քո բերանով ճշմարտությունը ասացիր կամ քո ասածը ճշմարիտ է։ Դրա համար ինչ եղավ,
Քահանապետը ասում է, այլևս մեզ ինչ վկայություն է պետք։ Այս մարդը ասաց, որ ինքը Աստված է։ Եթե Քրիստոսը Աստված է, եթե մարդը ինքը խղճուկ է, ուրեմն Աստված իրեն պես խղճուկ է։ Ուրեմն ժողովուրդ տեսեք մեր Աստծու համար ինչ է ասում։ Ասում է, որ Աստված մարդու պես խղճուկ է։ Սա նշանակում է հայհոյանք։ Հայհոյանքը սեռական բնույթի չէ։ Սա վիրավորանք է, նսեմացնել է նշանակում։ Պարզ է։ Սա եղավ կրոնական հոդված, որով ինքը արժանի էր մահապատժի։ Որով ինքը արժանի էր ըստ հրեական օրենքների։ Բայց իրենք չգիտեն, որ Քրիստոս Աստծո որդի է։ Երբ որ հասկանային, որ Քրիստոս Աստծո որդի է, այլևս նման հոդված իրենք չեն կարող առաջադրել։ Բայց հրեական հոդվածով, կրոնական հոդվածով իրենք չեն կարող Քրիստոսին տանել խաչելության։ Իրենք չեն կարող խաչը հանել տալ, իրենք չեն կարող մահապատժի ենթարկել։ Իրենցից վերցված էր այդ իրավունքը։ Հրեաները իրավունք չունեն մահապատիժ իրագործելու, իրավունք ունեն միայն հռոմեական կառավարիչները, Պիղատոսը։ Եվ տարան Պիղատոսի մոտ այլևս սկսեցին ամբաստանել Տիրոջը քաղաքական հոդվածով։ Ասացին, ինքը ասում է, ես եմ հրեաների թագավորը։ Իսկ հրեաներն էլ ասում են, չկա թագավոր մեր համար կայսրից բացի, Հռոմի կայսրից։ Մեր համար թագավորը ինքն է։ Հիսուս իրեն թագավորի տեղ է դրել։ Հիսուսը ապստամբ է։ Հիսուսը ժողովրդին կբերի ապստամբության։ Ուստի քաղաքական հոդված դարձավ եւ այսպես ստիպելով կարողացան այդ հոդվածով Քրիստոսին ենթարկել խաչի մահվան։ Իհարկե այնտեղ ծաղրելով մեկը մյուսը։ Մենք ամբողջ տարին ինչ ենք ասում ենք, սխալներ մի գործեք, որ անդադ Քրիստոս մեր համար խաչ չբարձրանա։ Վարդապետներից մեկն է այդպես նորից շեշտադրված ասում, բայց այսօր եկեղեցու հայրերը նաև ուզում են, որ մենք փորձենք մտնել այդ վիճակի մեջ, հասկանալ այդ ցավը Քրիստոսի, տրտմությունը, տանջանքը, գիտեք այն ֆիլմը կա, չէ՞, Հիսուսի չարչարանքները, Մել Գիբսոնը, որ այնպես կենթանի ասում են, եւս մեկ ուրիշ նմանատիպ ֆիլմ է դուրս եկել, ես դեռևս չեմ տեսել, այդ չարչարանքների հետ կապված, երբ որ տեսնում ես, մարմինը սարսռում է, այդ տեսակ տանջանքներով ու ամենակարևորը գիտեք ո՞րն է, ամենավատը, որ գիտակցելով դու գիտես, որ քեզ այնքան տանջեն, որ դու մահանաս։ Հույս չկա, հասկանում եք, հույս չկա ֆիզիկապես ապրելով, բայց Քրիստոս անցավ այդ չարչարանքների միջով, որպես մարդ կատարյալ այդ ամբողջ ցավերը ինքը զգաց իր վրա, ամբողջական, մենք գիտենք, որ Աստծո որդի է, բայց ինքը կատարյալ մարդու պես ցավերը զգաց, չէ, մարդու պես ծարավեց, մարդու պես հաց էր ուտում, մարդու պես արցունքոտվեցին աչքերը եւ տեսավ Լազարոսը մահացած է, բնություններ սիրում, օրինակներ էր բերում բնությունից, ինքը կատարյալ մարդու պես, մեր պես, մենք նույն ցավը կզգայինք, ինչ որ Քրիստոս զգաց, այնպես չէ, որ ինքը եթերային եղել եւ չի զգացել, ինքը ամբողջապես զգացել է։ Դրա համար հայրերը ուզեցին այսօրվա նաեւ այն Սուրբ Սեղանից ընթերցվածքը, որ կատարվեց, որպեսզի մենք եւս մի փոքր փորձենք մտնել այդ իրավիճակի մեջ եւ այդ ծանր վիճակները, ապրումները, նաեւ Մարիամ Աստվածածնի, որին գալիս լուր են տալիս, որ քո զավակին չարչարում են, ծեծում են, տանջում են եւ վերջո խաչը պիտի հանեն։ Եվ մոր համար մայրը, որ անօգնական, չնայած որ ինքը գիտեք փոքր տարիքում հիշում եք ասում եք քո սրտի միջով սուր պիտի անցնի, սիրտը պիտի պատռվի, սուրը եթե մցնել մարդու սիրտը ինչ պիտի լինի, մարդը պիտի մահանա։ Մարիամ Աստվածածին այս ամեն ինչը լսում էր եւ պահում էր իրեն մեջ, բայց այնպես չի, որ ինքը շատ հոժար կերպով համաձայն էր, որ իր զավակը նման չարչարանքներով անցնի, նման տանջանքներով անցնի։ Հետո բոլորը պիտի ասեն, այո, Քրիստոս պիտի անցներ այդ չարչարանքով։ Մենք էլ ենք ասում, այո, Քրիստոս անպայման պիտի զոհաբերվեր։ Բայց այդ ցավը իրենք ապրեցին, մայրը ապրեց։ Եվ ինքը իրապես այդ ցավը տարավ, որպես մարդ։
Այս խոսքով ուզում եմ այսօր ավարտել, նորից ասելով, որ վաղը ժամը 12-ին խաչելության կարգը եւ այդ ժամին է եղել եւ շատ ուղղակի ասեմ դες այս դատավարությունը վերջին ընթրիքը գիշերը հացը կերել են, անմիջապես ձերբակալել են, անմիջապես գիշերվա կեսին դատավարություն են արել 72-ի խորհուրդը Սինեդրիոնը հավաքվել է ծերակույտը, որոշում են կայացրել, առավոտ ժամը 5-ը չեղած, արդեն Պիղատոսի մոտ դատավարությունը եղել է, ժամը 12-ն է ցերեկը, արդեն Քրիստոս խաչի վրա է։ Աստծո զորանակ, Աստծոությունը յուրաքանչյուր ընտանիքի ծամբակացնի, կարող ենք մոտենալ խաչ ավետարան համբուրել դուրս գալ, համեցնել։